մոտ երևի 5 հիմնական գործընկերներ ունեմ ես, որոնց մոտ հյուրընկալելիս հունվարից հետո բոլոր տեղերում ասել է, որ ուշադիր եղեք այդ ֆինանսաբանկային այդ գործարքներից, ներդրումներից online, երեք ինձ մի կին էր գրել, որ այդքան դուք զգուշացնում եք, բայց ես կրկին խաբեության զոհ եմ դարձել, online հարթակում շատ հայտնի ասեց, ինչ որ ընկերությանը ներդրումներ եմ արել, բայց այլևս կապը կտրվել է նրանց հետ, բայց նրանք դեռևս գործում են։ Չնայած կարծես թե իմ զգուշացումների հետ մեկտեղ եւ նաեւ համացանցում համապատասխան մասնագետներն են զգուշացում, որոշ չափով նվազել են, բայց միևնույն է մարդիկ փորձում են այդպես գայթակղվել այդ ոչ իրական, ոչ նյութական այդ գայթակղիչ միջոցներով եւ ներ են դնում իրենց ռեսուրսները ու կանգնում են հենց այդ փաստի առջեւ։ Նաեւ հանդիպել եմ, որ ջրհոսի տիրույթը առյուծը եթե on-line չէ, դրանք կազինոներն են, դրանք առյուծը ինչ է, հեշտ կյանքն է, դրանք այն վայրերն են, որտեղ ազարտային խաղն են, բայց ջրհոսը on-line հարթակի միջոցով են այդ ամեն անում եւ նրանք ովքեր մի քիչ թույլ վարք ասել, այո, դա վարքի մի տեսակ են, այդ անձիկ իրենք տարբերում են իրենց այն վարքային դրսևորումները, որ վատնում են իրենց գումարները, չէ, դա նորմալ չի, նորմայի սահմաններում չի։ Պետք է ուշադիր լինենք, մինչև մյուս խավարումը, մարտի 3-ին լուսնի խավարում է տեղի ունենալու կույսի կենդանակերպում, բայց ընդհանուր առանցքը ձկներ եւ կույս, որովհետեւ բարձրացողը ձկներում է, լուսնի հանգույցներից իջնողը կույսում է, մարդիկ պետք է տրվեն հավատքին, հոգեվոր այդ բոլոր տեխնիկաները կակտիվանան, բայց նաեւ խաբեություններ կլինեն, քանի որ ամսի 26-ից էլ մոտակա օրերին արդեն Մերկուրին կնահանջի ձկների կենդանակերպում մինչև մարտի 20-ը, փետրվարի 26-ից մարտի 20-ը, այսպես մի քանի կարևոր մոլորակային, նաև տիեզերական իրադարձություններ, որոնք էներգիա են խլում, որոնց արդյունքում մարդիկ հայտնում են ինչ-որ իրավիճակների առջև բախտի բերմամբ, լինում է, եթե հարգելի հետևորդներ, պարոն Ղուկյան, ձեզ էլ է վերաբերում, ես ինքս էլ այդ քաղաքականությունը որդեգրեմ, եթե ես տեսնում եմ տիեզերքում լարված իրավիճակ է եւ իմ կյանքում էլ այդ լարված իրավիճակը շարունակվում է, փորձում եմ ես ինքս ինձ հանդարտ պահել։ Որոշ չափով հանրային այդ մեծ տիրույթներ կարող ես չգնալ, ընկերների լայն շրջանակներ կարող ես չգնալ այդ մոտակա օրերին, հանգիստ լինել տանը, քեզ համար զբաղվել, կոնֆլիկտների մեջ չներքաշվել, ու Մարսը ջրհոսում դա միանշանակ կոնֆլիկտներ էր բերում համացանցում, ընկերների շրջանակներում, գաղափարակիցների հետ, այն կարող է